Տեսեք, մենք այս ամեն ինչը, որ հասել է այդ process-ին, նրա արդյունքն է, որ հայկական կողմը հստակ ասել է, որ ցանկացած պատրվակով, ցանկացած առիթով, անառիթ կամ ինչ որ առիթով հանդերձ Հայաստանը որևէ ռազմական գործողության մեջ չի մտնի Ադրբեջանի հետ։ Այսինքն Ադրբեջանը այդ ինֆորմացիան ընկալում է որպես, այսինքն եթե ես ամենաթողությամբ ինչ կարող եմ անել, հայկական կողմից ռազմական միջամտություն չեմ տեսնել։ Այսինքն սա լավ պատրվակ է, որպեսզի ադրբեջանական կողմը իհարկե առիթ ստեղծելով ռազմական գործողություն իրականացնի, վերջում մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Ես ձեզ վստահեցնում եմ, 1000 պատճառ կա, բայց նորից եմ ասում, դրա սկիզբը ինչն է։ Տեսեք, մենք դուք պրոֆեսիոնալ լրագրող եք, քանի անգամ ինքներդ դուք հարց եք տվել։ Որոնք են այդ 17 կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես եկել է համաձայնության ու որոնց տակ Հայաստանը պատրաստ է հենց հիմա ստորագրել։ Մենք կարծեմ մի քանի հարցազրույց ունեցել ենք այս ժամանակահատվածում ու մինչև առ այս պահը Նարեկ ջան, ոչ դուք որպես լրագրող, ոչ ես որպես մասնագետ, իհարկե կարող ենք ենթադրել առանց բանգայությունների ու կոնսպիրոլոգիայի թե 17 կետերը որոնք են, բայց ես եւ դուք մինչև հիմա տեղյակ չենք ինչի մասին է խոսքը։